Մենք շատ դժվար շրջաններ ենք ունեցել, բայց երբեք մենք մեր մարդկայնությունը, մարդկային դեմքը չենք կորցրել։ Կարող եք այս անգամ էլ պահել։ Ես չեմ ուզում ինձ այդ բոլորը համաձայն լինեն, ես ուզում եմ եղբայր մնանք այս ճշտի բանում էլի, ոլորտում, այսքան այս տարածքում, ճշմարտության, բարոյականության տարածքում։ Ես չեմ ուզում ինձ սիրեն կամ ինձ հետ համաձայն լինեն, բացարձակապես դա ինձ չի հետաքրքրել երբեք։ Բայց գոնե այս տարածքում կարող ենք մնալ, որովհետև եթե մենք այդ տարածքից դուրս գանք, մեզանից հետք չի մնա, որտեղ մեր դիմադրողականությունը հենց այդ տարածքում է, մենք կանք, որովհետև այդ տարածքում ենք մնացել, որտեղ այդ տարածքում է հնարավոր մենակ իրար օգնելով դուրս գալ այդ վիճակներից, որովհետև այն ադրբեջանցին, որ լացում էր, ասում է, ես չէի տեսել, որ ձյունը բարձրանա, ձյունը Արցախի Շուշիի տակից բարձրանում էր, որովհետև մենք էինք այտենց Հայաստանում, Արցախում, եւ դա արդյունքը տվեց ընդ։ Շատ ակնկալիք, ես չգիտեմ, շատ բան եմ երազում։ Սա լսենք։ Кафедрой истории университета Иненью в Турции, только в 1915-23 годах около 600 тысяч армян, главным образом детей, были обращены в ислам. Сейчас у них в Турции должно быть порядка 4 миллионов потомков. По данным итальянского профессора и священнослужителя Джованни Гуайта, еще не менее 150 тысяч армян, также в основном детей, были обращены в ислам в 1895 году. Сегодня у них должно быть в Турции порядка 1 миллиона потомков. Таким образом, сегодня в Турции должно насчитываться не менее 5 миллионов потомков этих армянских детей, обращенных в ислам в 1895-1923 годах. По данным ученых, до 80% населения современной Турции, более 60 миллионов человек, так или иначе имеют армянские корни. Это подтверждается результатами проводимых массово турками генетических тестов, в ходе которых большинство из них узнают, что в их крови обнаруживается до 65% признаков армянского происхождения. Ինչի մասին է հետազոտությունները, որ 1895-ից մինչև 23 թիվ այդ ցեղասպանական ամբողջ ընթացքում 1 միլիոն պլյուս 4 միլիոն, չէ, ասենք 150,000 պլյուս 600,000 երեխա իսլամազացվել են, եւ դրանք այսօր կարող են լինել 1 միլիոն պլյուս 4 միլիոն, ասենք 5 միլիոն իսլամացած հայ կարող է լինել եւ կա։ Բացի դրանից, իրանց հաշվարկներով Թուրքիայի 80%-ը մոտարապես այս կամ այն տոկոսային հարաբերությամբ, դե ինքը ասում է 65%, ընդունենք 65 չի։ Այս կամ այն տոկոսով հայ են։ Եվ դա է բացահայտվել փորձարկումները միջև արգելելը գենետիկական այս թեստերի։ Սա նորից եմ հիշեցնում, մեզ պետք է իմանալ այս թվերը։ Մենք այս բաների վրա խաղալով վաղը մենք կարող ենք ուղղակի զինաթափել եւ Թուրքիան եւ Ադրբեջանը, չեմ ասում է հաղթել, զինաթափել, այն աստիճան զինաթափել, որ իդեմս Հայաստանը ոչ մեկ թշնամի չտեսնի, հակառակ տեսնեն, որ արա մենք ընդեղից ենք, մեր օրիգինալ ընդեղ է մնացել։ Այ գիտեք, ես այդպես մի բան եմ զգում, երբ որ ես հայտնվում եմ լրիվ արևմտահայերի միջավայրում, որտեղ լսում եմ մաքուր հայերենը, ոչ թե մեր ռուսա հայերենը, մերը սովետա հայերենը, երբ որ ես իրանց եմ լսում, ասում, վաղ ջան, այ իրանք իմ մաքուր մնացած տեսակն են։ Վստահ եք, մենք մի օր կարող ենք այդ զգացումը ստեղծել Թուրքիայի, եթե ոչ 80, գոնե 50+% մոտ։ Բայց որպեսզի հասնենք այդ օրվանը, իսկ գիտեք ինչ է նշանակում 50+%, դա արդեն մի քանի տասնյակ միլիոն մարդ է։ Մի քանի տասնյակ միլիոն։ Բայց դրա համար, որպեսզի հասնենք այնտեղ, մենք պետք է պետություն ունենանք։ Սեփական պետություն, հիմնված իրական արժեքների վրա։ Սա ունենք։ Türk sermayesini, birikimi, Ermeni sermayesine, parasına, puluna çökmekle başladı. Սա միանգամից, քանի որ երկար ասեմ,
Ասում այսօրվա հալուսներին, որ դուք տեսնում եք Թուրքիայում, որ մի անգամից հարստացել են։ Այսօրվա պապենական որ եք, ու միջեմական այդ ընտանիքները հարստացած։ Դրանք բոլորը հարստացել են հայերի արյան եւ հայերի հարստության վրա։ Թալանել են, այն ինչ ունեն, ամեն ինչ։ Եվ դա պատկանում է հայերին։ Հայերն առաջին հայացքից ինչ-որ իմաստով կարող են թվալ յուրատեսակ ու բացառիկ խումբ, որպես անոմալիա, բայց երբ մի փոքր ավելի խորն ենք նայում, տեսնում ենք, որ այս հիբրիդային ինքնությունները, որտեղ ամեն ինչ մշուշոտ է, բնորոշ են ոչ միայն հայերին, այլև աշխարհագրորեն այս տարածքներում ապրող տարբեր խմբերի պատմությանը։ Օրինակ իմ առաջին հետազոտություններից մեկը վերաբերում էր թուրքախոս հայերին, Ադանայի եւ Քոզանի շրջաններից։ Դրանք փաստորեն թուրքերեն էին խոսում ցեղասպանությունից առաջ։ Շատ հետաքրքիր էր տեսնել, որ որոշ հայ համայնքներում, մասնավորապես Կիլիկիայում, հայկականությունը ցույց տվողը ոչ թե լեզուն էր, այլ կրոնը։ Այո, որտեղ հայերեն խոսալը արգելված էր։ Դասում հայերեն խոսալը արգելված էր։ Դա համար հայկինը փողոց դուրս չէր գալի, որ թուրքերեն չխոսար։ Դասում հայկինը սրբություն է։ Երեխեքին հայ էր մեծացնում տանը, դասում բոլորը թուրքերեն են խոսում։ Արգելված էր։ Մյուս կողմից ունենք հակառակը։ Երբ խոսում ենք Համշենի մասին, ունենք քրիստոնեական ինքնության բացակայություն, բայց մյուս կողմից հայկականությունն ունենք լեզվական մակարդակում։ Այսպիսով այս հիբրիդային ինքնություններով տեսնում ենք, որ ամեն ինչ չէ որ հստակ բանաձևված է։ Հայ լինելը չի նշանակում լինել առաքելական եկեղեցու հետևորդ հայ եւ խոսել հայերեն։ Եվ սա իհարկե վերաբերում է ոչ միայն հայերին, այլև այլ խմբերի։ Ես հիշում եմ, որ սա ամեն ինչից առաջ էր վաղուց։ Կարծեմ Պարքև Սրբազանն ասել ես աբսուրդը, որ եթե հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի, հայ չի։ Դա ամենամեծ աբսուրդն է, որ ես լսել եմ երբևէ։ Ու ես հորդորեի, որ երբեք ոչ մեկ այլևս նման բան չասի։ Երբեք։ Մենք չգիտենք մարդկանց ճակատագրերը, մենք չգիտենք մարդիկ ինչ պայմաններում են կրոնափոխել, ինչ պայմաններում են ապրել, ու մենք այս կարգի իրանց դատում ենք։ Անթույլատրելի է։ Այն էլ մեր պայմաններում։ Ինձ համար հայ են բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են հայ։ Նույնիսկ եթե հայկական կաթիլ արուն չկա մոտ, ազնիվ խոսք։ Որ ապրում է իմ նման, գնահատում է դեպքերի իմ նման, վերաբերվում է իմ նման, այն նման։ Որովհետև Հայաստանը հետաքրքիր տեղ է։ Հայաստանում հայանում են նույնիսկ հրեաները, ռուսները, բելարուսները, ես այնքան տենց օրինակներ եմ տեսել, շատ։ Ես մի անգամ պատմել եմ, ես հետ պատմեմ, ես անգամ 99 թվականին ես Լաս Վեգասում հանդիպեցի երկու եղբոր, ինձ ասեցին երկու շատ լավ եղբայրներ կան Երևանից, 99 թիվ, կուզես հանդիպես, ասի ինչու չեմ ուզում, առաջին օրն է եկել եմ, քաղաք տեղի աշխատում։ Երեկոյան հանդիպեցինք, նստած սպասում եմ, երբ են երկու հայ զույգ եղբայր մտնելու այդ ռեստորան, որտեղ որ պայմանավորված էինք։ Մտան երկու Իվան, թիկնեղ, բանը մազերով, գանգուր, դեղին, երկու ռուս Իվան, մտան, սենց բան, ես նայեցի, որ երկու ռուս են մտել, ռեակցիա չտվեցի, բայց տեսա իմ կողմ են գալի, իրանք հասկացան, որ հայ է ես եմ։ Եկան մոտեցան եւ ասին բարև աղբերս։ Իմ համար շոկ էր ուղղակի։ Խոսում են Երևանի ակցենտով։ Իրանք հայ չէին։ Բայց իրանք ներկայացել էին որպես հայ։ Իրանք հայ չէին, իրանք 92-93 թվականից գնացել են Հայաստանից, բայց մինչև այդ ապրել են Հայաստանում, որովհետև իրանք հայրը ռուս, մայրը ուկրաինացի, բայց իրանք ծնվել մեծացել են Հայաստանում, որտեղ զինվորական են հայերը եւ ծնվել մեծացել են մինչև 12-13 տարեկան ապրել են Հայաստանում, կայարանցի տղեկ էին։ Ոնց էին խոսում հայերեն մաքուր Երևանի ակցենտով ու վերջում ինչ ասեցին։ Ասում է 7 տարի է Ուկրաինայում ենք ապրում, մենք այտենց էլ այդ ռուսների հետ չկարողացանք հարմարվել։ Իրանք ասում են մենք հայ ենք, ասում են մենք այտենց էլ այս ռուսների հետ չկարողացանք հարմարվել։ Ինչ եմ ուզում ասել, իմ համար դա է կարևորը։ Արժեքային համակարգը, ազգանունը, ծագումնաբանությունը դա շատ երկրորդական է, պարզվում է։
Ասում, որտեվ այսօրվա այդ ադրբեջանցու հետ ես ավելի շուտ լեզու կգտնեմ, քան Նիկոլ ընտրած հայի։ Հավատացեք։ Ասա նայեք։ Դավաճանեց ու սպանեց։ Ինչպես եղավ, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյան համբուրեց հայ մտավորականի այտը եւ նույն գիշերը հրամայեց նրա ձերբակալությունը։ Գրիգոր Զոհրաբը ոչ միայն մեծ գրող էր, այլև ազդեցիկ քաղաքական գործիչ Օսմանյան կայսրությունում։ Նա մտերիմ հարաբերություններ ուներ ներքին գործերի նախարար Թալյատ Փաշայի եւ կառավարության ղեկավար Սաիդ Հալիմ Փաշայի հետ։ Երբ սկսվեցին հայերի դեմ բռնաճնշումները, Զոհրաբը փորձում էր փրկել իր ժողովրդին, նամակներ ու բողոքներ ուղարկելով իշխանություններին, բայց ապարդյուն։ 1915 թվականի հունիսի 2-ին մի երեկո նա նույն սեղանի շուրջ էր Թալյաթի հետ։ Քննարկում էին երկրի վիճակը։ Կեսգիշերին Զոհրաբը վեր կացավ տուն գնալու։ Այդ պահին Թալյաթը մոտեցավ նրան եւ համբուրեց այտը։ Թվում էր ընկերական հրաժեշտ է, բայց նույն գիշերը հենց Թալյաթի հրամանով Զոհրաբը ձերբակալվեց։ Շաբաթներ անց Աքսորի ճանապարհին Եդեսիայի մոտ նրան հանձնեցին Օսմանյան սպա Չերքեզ Ահմեդին։ Ճանապարհին կանգ առան։ Սայլը փչացավ։ Ահմեդը խնդրեց Զոհրաբին օգնել։ Երբ նա կռացավ, անիվը կարգի բերելու մի հարվածով քարով ջախջախեց նրա գլուխը։ Պաշտոնական եզրակացությունը սրտի կատված։ Զոհրաբի վերջին նամակը կնոջը Կլարային. Եթե կենթանի չմնամ, թող երեխաներս միշտ իրար սիրեն, քեզ մեծարեն եւ ինձ հիշեն։ Բաժանորդագրվեք մեր Ռուբեն Ռուբինյանից սկսած մինչև Ալեն Սիմոնյան, մինչև Նիկոլ Փաշինյան պետք է հասկանան մի բան։ Ինչքան ուզում է ծառայություններ մատուցեք իրանց, այ կռաչներ, չարքեր։ Դուք իրանց համար մնում եք գյավուր, գյավուր։ Հրեայի համար մնում եք գոյ, կենթանի եք իրանց համար, առավել ևս, որտեղ դուք ծառայություն եք իրանց մատուցել, ձեր ազգի դեմ դուք ծառայություն եք մատուցել։ Դրա համար են ձեզ կնքի կռաչ, չարք, ձեզ բոլորին։ Նույնիսկ իրանց ընկերներին չեն խնայել, որոնք ոչ մի դավաճանական քայլ չեն եղել, սպանել են մի բանի համար, դենք հայ են եղել, այսքան բան։ Հրաժեշտի համբույրով, այսինքն ձեզ հրաժեշտի համբույրներ կտան, կգովեն, կլողացնեն ոսկու եւ շալբաթի մեջ իրանց սիրած։ Բայց այն պահից, երբ որ դուք պետք եղաք, այդ նույն քարով կանեն ինչ որ արել են միշտ։ Եվ բոլոր նրանց հետ, ովքեր հույս ունեն, որ իրենք կարող են թուրքերի հետ խաղաղ ապրել։ Ես էլ ինչ կարող եմ, ես ոնց կարող եմ ձեզ խանգարել։ Ես չեմ կարող ձեզ խանգարել։ Իմ գործը ձեզ խանգարելը չի, որ դրան արժանա։ Իմ գործը այս երեխուն օգնելն է, որ իր նպատակը իրական։ Սորի նպատակում դիրե վեր պիտի պիցանամ արալերը ամենապետյուրը ու երազանք բանում վերքինի մարցախ։ Վերջ։ Իմ գործը այս երեխու երազանքը իրականացնելն է, որ մի հատ արալերը բարձանա ամենաբարձր տեղը։ Հետո վերադառնա Արցախ։ Բարսան։ Իսկ դա ո՞նց է հնարավոր։ Ամբողջ օրը մենք դրա մասին ենք խոսում, ո՞նց է դա հնարավոր։ Հնարավոր։ Հնարավոր է, լավ օրինակ է մեզ պետք, լավ օրինակ։ Եվ ես ուզեցի սա ցույց տամ, որպես լավ օրինակ։ Էսի մենք չենք, էսի ճապոնացիներն են։ Ախր բայց շատ լավ օրինակ։ Japanese give plastic bag for everyone. During the match, after match, this one for pick up trash. Ճապոնացիները այս պատկերը բաժանում են բոլորին։ Խաղի ժամանակ որպես դդոշ օգտագործում են, իսկ խաղից հետո մաքրում են իրենց միջավայրը։ Իրանց չի։ Սա Ամերիկայի միջավայրն է, բայց իրանք են, չէ եղել այդտեղ։ Սենց այդ պատասխանատվությունն է։ Այ եթե մենք ամեն մեկս մեր միջավայրի նկատմամբ այսպես վերաբերվենք, այսպես, այս երեխու երազանքը կիրականանա։ Ինքնաբերաբար։ Հարցնում եք ո՞նց, ասում եմ ձևը։ Հնարավոր է, ես իմասով ամեն ինչ կանեմ, որ դա հնարավոր լինի, բայց ես կարող եմ անել իմ համար, ես ոչ մեկի տեղը իր ախտը չեմ կարող հավաքել։
ես կարող եմ ընդամենը օրինակ լինել։ Վստահ լինել է, որ անպայման կլինեն հետևորդներ։ Նայող սել հայել ինչի չէ որ ո մենք խոզ չենք այս կեղտոտ միջավայրին հարմարվենք, մենք պետք է մաքրենք մեր միջավայրը, որովհետև այդ կեղտոտ միջավայրը ծնում է այդ կեղտոտ միջավայրին ադապտացված եւ սովոր կեղտոտ անձնավորություններ, քանի մենք մեր միջավայրը չենք մաքրել, այդ միջավայրը ստեղծելու է, ծնելու է կռաչներ, չարքեր, հայհոյող մայրեր ու տատիկներ։ Այսօրվա համար այսքանը։